Իսպանական Սեուտայում պատերի տակ նստած լողափին քնած մարոկկացի ներգաղթյալները սպասում են, տեսնեն ինչ է լինելու իրենց ճակատագիրը։ Ախպեր, հիմա Սեուտայի և Մարոկկոյի սահմանին ենք, էլ ուժ չունենք, տուն ենք գնում։ Աստված վկա, այստեղ տառապանքից բացի ոչ մի բան չկա։ Ռազմական մեքենաները շարունակում են բարեկություն անել քաղաքում։ 5 օր առաջ մարոկկացի միգրանտների Սեուտա աննախադեպ հոսքից հետո այնպիսի քաոս էր քաղաքում, որ պաշտոնական Մադրիդը զինվորական ու ոստիկանական լրացուցիչ ուժեր էր անհապաղ տեղակայել այստեղ։ Մեր խնդրին դեռ լուծում չեն տալիս։ Մեզ ոչ մի բան չեն ասում։ Ինչքան պիտի փողոցներում քնենք։ Հուլիսի 30-ին Մարոկկոյի հյուսիսում գտնվող իսպանական անկլավ էր ապօրինաբար գաղթել մոտ 60,000 մարոկկացի։ Նրանց 80%-ը արդեն վերադարձել կամ վերադարձվել է հայրենիք։ Հիմա իսպանական ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի ծառայողները կազմակերպում են մյուս միգրանտների վերադարձը։ Կյանքը վտանգելով, ծովով ու ցամաքով, լավ կյանքի հետևից Սեուտա եկած շատ մարոկկացիներ հույս ունեն հաստատվել Իսպանիայում։ Պարզապես հույս ունեմ, որ կկարողանամ աշխատել, երեխաներիս պահել։ Էդ մի բանն է ուզածս։ Սահմանի հակառակ կողմում Մարոկկոյի Ֆնիդեկ քաղաքում տասնյակ մարդիկ տեղեկություն չունեն Իսպանիա ներգաղթելու փորձ արած իրենց հարազատների մասին։ Լուրեր են սպասում ծովի մյուս ափից։ Անցած 5 շաբթիից որևէ լուր չունենք տղայիցս, որին վերջին անգամ ծովում են տեսել։ Սեուտայից վերադարձած Օսամա Սմալիդինը հայրենակիցներին հորդորում է մնալ իրենց տներում, վտանգավոր արկածախնդրության չգնալ։ Այն, ինչ ապրեցինք, իսկական տառապանք էր։ Փողոցներում էինք մնացել, ստիպված աղբամաններում էինք ուտելիք փնտրում։ Անվտանգության աշխատակիցները նեղում էին մեզ։ Մարոկկոյից Սեուտա զանգվածային ներգաղթի ընթացքում ըստ տարբեր աղբյուրների 9 տասնյակ մարդ է զոհվել։ Խեղդվել են ծովում կամ շնչահեղձ եղել սահմանային արգելապատնեշի մոտ հրմշտոցի պատճառով։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։